Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 2-ից 12 ընկած միջակայքում։ Այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու բացատրեց, ինչով է այն պայմանավորված։ Որտեղ այդ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն եթե նախագահ այլ օր որոշի այլ օր նշանակի, այստեղ կրկին այլ, այսպես ասենք, իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե ասենք այդ կիրակին չնշանակի աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացիք չէ, այսինքն շղթայական նոր այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի եւ վերահսկողության տարբեր գործիքներ։ Քարոզարշավի եւ ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության եւ ֆինանսավորման օրինականության գործընթացը ավելի պատշաճ եւ ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ ասենք համացանցում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի հաստարկված եւ հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել։ 2026 թվականը ընտրությունների անցկացման համատեքստում բուռն տարի է լինելու։ Հաջորդ տարվա աշնանն էլ 46 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թվարկեց այդ համայնքները։ Լոռու մարզի Ֆիոլետովը, Լերմոնտովը, Արմավիր մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ եւ Կոտակի մարզի Արզունի համայնքներում այստեղ մեծամասնական ընտրակարգով են դիմընտրությունները տեղի ունենում, ես ուղղակի 40, բայց ընդհանուր 46 համայնք են, որոնցից մարզ կենտրոնները թվարկեմ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր եւ Իջևան։ Համայնքներն են Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նորհաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան եւ Նոյեմբերյան։ Դիմընտրությունների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է 3 օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի եւ նոյեմբերի վերջին կիրակիները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ծավալուն աշխատանքներին արդեն իսկ մանրակրկտորեն պատրաստվում է, ոչ միայն զինվելով տեխնիկապես, այլև իրազեկման աշխատանքներ կազմակերպելով, նոր դասընթացներ անցկացնելով, որոնց ժամանակ կներկայացվեն նաեւ օրենսդրական փոփոխությունները։ Ի դեպ, հանձնաժողովը հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում իրականացրել է նաեւ 38 հանձնաժողովների անդամների ատեստավորում։ Այն ընդհատվել է միայն 2 շաբաթով, պայմանավորված վաղարշաբաթի թիմ ընտրություններով։ Հարցին, թե ինչպես է գնահատում վերջին ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց. Ամ դուք չեք հիշում մեր մասին, որ մենք ձեզ չհրավիրեինք։ Մեր մասին չեք հիշում։ Դա է, այսինքն դա նշանակում է, որ մեր գործը մենք շատ ճիշտ ենք անում։ Եթե թերություն ունենանք, դուք առաջին հերթին ձեր խոշորացուցներով այդ թերությունները բերելու եք մտցնեք մեր աչքը։ Հաջորդ տարի կայանալիք ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը 5-ից կդառնա 4%, իսկ դաշինքների դեպքում կբարձրանա։ Մինչև 3 դաշինքների անցողիկ շեմը կլինի 8%, իսկ 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 10%։ Հետևաբար հավանական է, որ կուսակցություններից շատերը կնախընտրեն ընտրություններին մասնակցել իրենց խմբակցությամբ, առանց դաշինքի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։